Երեկվանից մայրաքաղաքում տեղացող ձյունը երևանցիներին անակնկալի չբերեց։ Հիդրոմետ ծառայությունը մի քանի օր առաջ արդեն նախազգուշացրել էր առատ տեղումների մասին։ Մինչդեռ քաղաքապետարանին կարծես բնությունը կրկին փաստի առջև էր կանգնեցրել, դատելով թե կենտրոնական, թե ծայրամասային փողոցներում կուտակված ձյունից եւ հատկապես ձյունածածկ բակային տարածքներից։ Շրջեցինք ծայրամասային Նոր-Նորքի զանգվածներում, բակերում համատարած ձյուն եւ սառույց էր։ Քաղաքապետարանը նշում է, որ ամբողջ գիշեր աշխատել են ու աղեր Ցուցադրական փողոցներ, ծայրամասերը, այս արանքները ոչ միտեղ։ Իջեք մինչև ներքև, ամբողջ փողոցը, ամբողջ 7-րդ մասիվը պատտվեք։ Ինչ եմ ասում, մենակ մերը չի, ամբողջ 7-րդ մասիվը։ Ոչի բաներ մաքրած չի, նա ինքն էլ եք տեսնում, որ ոչի բան արած չի։ Բակային տարածքները այսօր մաքրած է։ Չէ։ Չեք նկատել։ Ոչ թե չեմ նկատել, մաքրած չի։ Դից ավերակ ասա։ Ով ակ մաքրողը։ Ով ակ գործանը։ Փողոցներում մեքենաները հազիվ էին շարժվում գիշերվանից առաջացած մերկասառույցի վրա։ Շատերն ընդհանրապես հրաժարվում էին երթևեկելուց, նշելով, որ այս պայմաններում վթարները խիստ հավանական են։ Ոնց եք պատրաստվում այսօր հանել, կհանեք էլի մեքենան։ Չեմ հանել։ Էլ չեք հանի։ Քշում ենք մի կերպ։ Իսկ նկատում եք աշխատանք արված է հատկապես այս ծայրամասերում ու բակային տարածքներում։ Դե ոնց որ հիմա դուք էլ եք տեսնում, որ չէ։ Կարող է մեքենայը փախնի խփի ինչ-որ, ուրիշ մեքենայի։ Որտեղ թե ոչ մի գործ չի անում, ոչ մի բան չի անում։ Լսի սարությունը։ Ոչ մաքրված է, ոչ ավացանած, ոչ մի բան։ Երեքան անգեդստել Բաբա ոտը չի ջարդել, ցավը չի ջարդել։ Քաղաքապետարանը մինչդեռ հավաստիացնում է, որ արձագանքել են օպերատիվ եւ պատվով են դուրս եկել այս իրադրությունից։ Մաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Դիտարկմանը, որ բակերը գրեթե ամբողջովին թաղված էին ձյան մեջ, փողոցները տեղ-տեղ էին մաքրված, քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանն արձագանքեց։ Կարծում եմ, եթե այդ ձեր անցած պահին չի եղել, փոքր ուշ կլինի, կա այդ աշխատանքները վստահաբար ընթանում են եւ մինչեւ օրվա վերջ կարծում եմ, որ զգալի աշխատանք կարվի։ Քաղաքապետարանի ավականու Բարև Երևան խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի բակը եւս մաքրված չէր։ Նրա խոսքով քաղաքի ձնմաքրման ողջ համակարգը վերանայման կարիք ունի։ Մասնավորին տուգանելով գործը առաջ չի շարժվի, նշում է ավականու անդամը, հիշեցնելով, որ քաղաքապետարանը պարտավորեցրել էր տնտեսվարողներին մաքրել իրենց խանութի կամ սրճարանի առջև, մինչդեռ այն մայթերը, որոնց վրա տեղակայված չեն մասնավոր կառույցներ, այդպես էլ մնում են ձյունածածկ։ Այդ ամեն տարի մենք արձանագրում ենք, որ պատրաստ չենք, ամեն տարի արձանագրում ենք, որ աշխատանքները անբավարար չափով են կատարվում, եւ ամեն տարի կասկածի տակ ենք դնում հատկացված միջոցները, դրանց չափը եւ դրանց նպատակահարմարությունը, որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, որը մեկը մեր երկրում չի ստուգում, արդյոք հենց ճիշտ նույն քանակությամբ աղ է դուրս կրվել, արդյոք նույն քանակով աշխատուժ է օգտագործվել տնամաքրման համար, թե ուղղակի այդպես ցույց է տրվում թղթերի վրա եւ այդպես հայտարարվում է։ Ըստ քաղաքապետարանի միայն գիշերվա ընթացքում օգտագործվել է 140 տոննա տեխնիկական աղ եւ 300 խորանարդ մետր ավազ։ Մաքրման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 120 մեքենա։ Քաղաքացիները մինչդեռ նշում են, որ արևը ավելի շուտ կհասնի իրենց բակերը, քան քաղաքապետարանի մեքենաները։ Ամենամեծ մաքրող դա արևն է։